Մոտ 6 ամիսա, որ մենք ունենք սերտիֆիկատ, բայց չենք կարողանում յուրացնել։ Որովհետև հավելյալ գումար մենք չունենք, որ հավելացնենք պետության տված սերտիֆիկատին։ Բնակարանը ձեռքբերման փուլումն է, այդ գնման process-ում է։ 5 գումարեցինք, 10։ Ես որտեղ դրանով տուն առնեմ։ Արցախցիների բնակապահովման ծրագրի մեկնարկից մոտ 11 ամիս անց արցախցիները շարունակում են բախվել խնդիրների հավաստագրի իրացման հարցում կամ էլ չեն դիմում ծրագրին։ Ապրիլի 14-ի դրությամբ դիմողների թիվը 1500 է։ Հավաստագիր ստացել է 1028-ը, իրացրել 118-ը։ Գայանե Բալյանի ընտանիքը հավաստագիրը դեռ անցած տարվա նոյեմբերին է ստացել։ Իրենք շահառու են առաջին փուլի 3-րդ կետով, որը հնարավորություն է տալիս վարկունակ ընտանիքին ձեռք բերել տուն հավելյալ վարկի ձևակերպմամբ։ Սակայն Ամերիա բանկը, որի հետ աշխատում է իրենց գտած բնակարանի կառուցապատողը, չի տալիս լրացուցիչ վարկ։ Դիմեցինք ծրագրի պատասխանատուին, որ ունենք սենց խնդիր, ասեցին, որ մենք լծակ չունենք բանկին պարտադրելու հավելյալ հիպոթեք տալու համար։ Բանկի անուն նշեցին, որ դիմեցիք հետևյալ բանկին, Էվոկա բանկին։ Մոտեցանք, պարզվեց, որ Էվոկա բանկը տրամադրում է մեզ հիպոթեք, սակայն Էվոկա բանկի հետ աշխատող կառուցապատողների շինավարտը, շենքերի շինավարտը ուշ է 26 թվականի վերջ, 27-ի սկիզբ։ Այս պարագայում խնդիրը մեր դա է, քանի որ գիտենք, որ արդեն աջակցությունից 40+10 աջակցությունը վերջանում է, դժվար է լինելու եւ բնակարանի հիպոթեք վճարեն 27 թվականի համար եւ վարձով բնակվենք մինչ 27 թվականը։ Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությունից հայտնել են, որ Հայ Էկոնոմ բանկը, Էվոկա բանկը եւ Ֆաստ բանկը տրամադրում են հիպոթեքային վարկ, բնակարանի արժեքի առնվազն 30%-ի չափով հավելյալ վճար կատարելու կամ վարկունակության դեպքում լրացուցիչ հիպոթեքային վարկ ձևակերպելու պայմանով։ Բայց Գայանեի խոսքով Հայ Էկոնոմ բանկն իրենց վարկունակությունը դիտարկում է բնակարանի ողջ գումարի չափով։ Իսկ այդ դեպքում իրենք չեն կարող վարկունակ համարվել, բացի այդ էլ վարկի մարման ժամկետը 10 տարի է։ Նրա կարծիքով, եթե ավելի երկար ժամկետով տրամադրվի վարկը, հեշտ կլինի մարելը։ Սահմանամերձ Բերթավանում բնակվող Սասուն Հայրապետյանն էլ գրեթե իրացրել է իր հավաստագիրը։ Մայիսի սկզբին պետք է իրենց նոր տուն տեղափոխվեն։ Իրենց հասնում է 35 միլիոն դրամ, իսկ բնակարանը ձեռք են բերել 32 միլիոնով։ Միայն թե չմարած վարկ ուներ ընտանիքը, ստիպված մարել է շուրջ 3 միլիոնի վարկ, որպեսզի կարողանա օգտվել ծրագրից։ Ուրիշ թղթաբանությունը այդ կարգի կոպիտ ասած խնդիրներ չի եղել, ամեն ինչ իր հունով ոնց որ նախատեսված այդ ընթացակարգը կազմակերպել է, ճիշտ է մի քիչ ժամանակատար է եղել, բայց հիմնական խնդիրը այսօր էդ է։ Մեր արցախցիներից բանկերում ունեցած խնդիրներն այսօր, որ խոչընդոտում է կարողանան բոլորը օգտվել սերտիֆիկատներից։ Առաջին փուլի շահառու ընտանիքների թիվը 4200 է։ Բազմաթիվ ընտանիքներ շարունակում են չդիմել տարբեր պատճառներով։ Ինչ պետք է փոխվի նրանց համար, որպեսզի դիմեն։ Արմեն Աղաջանյանի ընտանիքը քաղաքացիություն է ստացել ծրագրին դիմելու համար, բայց առ այսօր չեն դիմել։ Նրա աշխատանքը Երևանում է, երեխաներն էլ հարմարվել են տեղի դպրոցին ու արդեն բազմաթիվ խմբակների են հաճախում։ Այդ պատճառով էլ հենց Երևանում են ուզում տուն ձեռք բերել, բայց չգիտի, թե իրենց հասանելիք գումարով ինչպես կարող է ձեռք բերել այստեղ կամ գոնե հարակից բնակավայրում։ Չեմ կարծում, որ աշխատավարձս այդ մինիմալ զամբյուղը կանցնի եւ ինչ որ հիպոթեք կտրամադրվի մեզ, այդ աջակցությունը 15 միլիոն է դառնում, իսկ 15 միլիոն քաղաքային համայնքում անհնար տուն գտնել, չգիտեմ, միգուցե ավելի ցածր տոկոսադրույքով հիպոթեք կտրամադրի լրացուցիչ։ Ծրագրով աջակցության 5 միլիոն դրամի չափը մեծամասամբ սահմանված է Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերում։ Բայց օրինակ սահմանամերձ Բերթավանում բնակվող Վիգեն Ասրյանն ու իր կինը չգիտեն, արդյոք իրենց հասանելիք 10 միլիոնով կարող են այդտեղ տուն գնել։ Իրենց որոշակի գումար տրամադրելով տուն առնելու չի ստացվում։ Դու չեմ գնալու վագոնչիկի մեջ մնամ։ Ստեղ էլ որպես սահմանամերձ հաշվում են, ասենք 5 միլիոն դրամ։ Դե հիմա 5 գումարեցինք, 10։ Ես որտեղ դրանով տուն առնեմ։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը վստահեցրել է, որ վատ վարկային պատմություն ունեցողների խնդիրը գրեթե լուծված է, ու եթե աջակցության չափը բավական լինի տուն գնելու համար, ապա ժամկետանց վարկային պարտավորությունները խնդիր չեն դառնա։ Մենք նաեւ իրականացնում ենք սոցիալական բնակարանաշինության զուգահեռ ծրագիրը եւ այսօր մի քանի շենք արդեն նախապատրաստվում են հենց այս տիպի բնութագրերով մարդկանց համար, այսինքն եթե մարդը իրապես որևէ կերպ չի կարողանում իրացնել իր հավաստագիրը, հատկապես խոցելի խմբերը, նրանք հնարավորություն կունենան օգտվել նաև այս տարբերակից, որտեղ կլինի նաև ամենօրյա ուրեմն ուշադրություն, խնամք միգուցե։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների ու կառավարության միջև քննարկումներից հետո ապրիլի 30-ին կառավարությունը 2 ամսով երկարաձգեց արցախցիներին տրվող բնակվարձի աջակցությունը, որպեսզի այդ ընթացքում քննարկի սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի, այդ թվում բնակծրագրի լավարկման վերաբերյալ առաջարկները։ Բազմաթիվ արցախցի ընտանիքներ սպասում են աջակցության գումարային չափի վերանայմանը, որպեսզի օգտվեն ծրագրից։ Իսկ հավաստագիրը ստացողներից շատերն էլ բարգունակության ու ընդհանրապես բանկային խնդիրների լուծմանն են սպասում այն իրացնելու համար։ Հույս ունեմ մի օր կկարողանանք գնել մեր երազանքի տոնը, որտեղ մեր երեխաները իրենց երջանիկ մանկությունը կարող են անցկացնել եւ այն գումարը, որը հիմա վարձն ենք տալիս, այդ գումարը կուղղենք երեխաների ապագայի վրա